Դրա համար երբ որ գլխավոր գողավազակը, գլխավոր դավաճանը խոսում է նրա մասին, որ որևէ խնդիր չկա այդ 100 միլիոնի հետ, նա լկտիաբար խաբում է։ Այդ գումարը մեծ հավանականությամբ գողացված է, լափված է, իր բառերով ասեմ, եւ մյուս իշխանության օրոք միանշանակորեն ամեն ինչ ուսումնասիրվելու է եւ այդ գումարները բերվելու են ետ դեպի համահայկական հիմնադրամ։ Սա ինչ վերաբերվում է այդ մասին։ Կառավարության նիստի ընթացքում նաեւ մի ուշագրավ նորություն հայտարարեց ԲՏԱ նախարարը կամ ինչպես ավելի շատ եմ սիրում իրեն դիմել, դա Kinder Surprise-ը, որը հայտարարեց, որ Հայաստանում 2026 թվականին պլանավորվում է կառուցել շուրջ $500 միլիոն ներդրումային ֆոնդ ունեցող, արհեստական բանականության հետ կապ ունեցող ինչ-որ գործարան։ Եվ երբ որ նա նշում էր ներդրողների անունները, ես չկարողացա զարմանքս ուղղակի թաքցնեմ, երբ որ լսեցի Նուբար Աֆեյանի անունը։ Ու մարդկանք, որոնք մեզ դիտում են, երևի լավ չգիտեն ով է Նուբար Աֆեյանը։ Նուբար Աֆեյանը այսօր Բաքվում շինց ու դատական գործով դատվող Ռուբեն Վարդանյանի ամենամտերիմ ընկերն է։ Հիմա իմ մոտ հարց է ծագում. կամ ԲՏԱ նախարարը խափում է, կամ Նուբար Աֆեյանը սրիկայություն անում, որովհետև որոշում է համագործակցել այն մարդկանց հետ, որոնք մատը մատին չեն խփում իր ընկերոջը գերությունից ազատելու համար։ Երկու դեպքում էլ խայտառակ բան է, երկու դեպքում էլ։ Չնայած չեմ բացառում, որ այս գործարանը եւ Աչափնյակի մետրոն մոտավորապես նույն պրոյեկտերն են։ Երկուսի մասին խոսալու են, ոչ մի բան չեն անելու։ Սա ինչ վերաբերվում է այսօրվա կառավարության